Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Սահմանադրական դատարանն ընտրության արդյունքի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած դիմումները կքննի նույն նիստի շրջանակում։ Նիստը տեղի կունենա հունիսի 26-ին։ Միավորված գործի դատաքննությունը տեղի է ունենալու բանավոր ընթացակարգով։ Հիշեցնեմ, որ հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք, Նոր ուժ կուսակցությունները, Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմել են Սահմանադրական դատարան ընտրության արդյունքը չեղյալ ճանաչելու պահանջով։ Քաղաքական ուժերի համախմբման կոչով է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը։ Կուսակցությունն առաջարկում է ժողովրդավարության և ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել ոչի շարժման համազգային միասնական ճակատ։ Համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձևավորել ոչի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն։ Կազմակերպել ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ, աջակցություն ազգային ժողովի կեղծված ընտրության արդյունքների և դրա վերաբերյալ ռեժիմի ապօրինի որոշումների ու ակտերի բողոքարկման, սահմանադրության շրջանակում պայքար տանել երկրում հնարավորինս շուտ ազգային ժողովի արտահերթ ընտրության կազմակերպման համար, ասված է հայտարարության մեջ։ Դիմակայել կեղծիքներով և բռնաճնշումներով սահմանադրական մեծամասնություն ստեղծելու ռեժիմի բոլոր ապօրինի փորձերին նոր սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող սահմանադրության 202 հոդվածի որևէ փոփոխության, որը կարող է իջեցնել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար ազգային ժողովի պատգամավորների անհրաժեշտ 2/3 շեմը, մշակել համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի հիման վրա սահմանադրության նոր նախագիծ, որն անհրաժեշտ իրավաքաղաքական կարգավորումներով հանդերձ կպահպանի հղումը անկախության հռչակագրին և մյուս կողմից կստեղծի զսպումների և հակակշիռների սահմանադրական մեխանիզմներ, որոնք կապահովեն դատական իշխանության, քննչական մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հանրային այլ մարմինների իրական անկախությունը գործադիր իշխանությունից։ Այսպիսով վերականգնելով ժողովրդավարության և քաղաքացիական ազատությունների ինստիտուցիոնալ հիմքերը։ Հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Նարեկ Կարապետյանը քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել։ Դատարան ներկայացված հայցադիմումով Նարեկ Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Երկրորդ նախագահը դատարանում վիճարկելու է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որով ԿԸՀ-ն համաձայնություն է տվել զրկել նրան անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։ Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ն նույն օրը նաև Ուժեղ Հայաստանի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն էր տվել։ Սկանդալ հեծում Նյուզեեմը գրել է, որ ընտրությունից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին։ Ըստ Նյուզեեմի աղբյուրների, օրեր առաջ հեծի Վարդենիսի Էլցանցի 3 փորձարկրու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեգամ Խլոյանին և Նարեկ Շահոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար։ Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ Ուժեղ Հայաստան դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության 3 աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են Ուժեղ Հայաստանի կազմակերպած հավաքին։ Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին կանչել են Երևան հեծի անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և չաջակցել Ուժեղ Հայաստանի։ Սակայն աշխատակիցները հրաժարվել են, պնդելով, որ Ուժեղ Հայաստանի միջոցառումներին մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին, և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքային գործունեությանը։ Ընտրությունից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեգամ Խլոյանը և Նարեկ Շահոյանը կանչվել են Գեղամա մասնաճյուղի ԿՓ-ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել։ Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը մայրտաճարում էր։ Դատարանը թույլ է տվել Սրբազանին մայրտաճարում մասնակցել կիրակնօրյա պատարագներին։ Նա մայրաթոռ էր եկել մեծ հայքի քարտեզը պատկերող կրծքանշանով։
Այսօր բաց Անունը գիտեք ինչ է։ Բագրատ Մուտքից սկսած ժողովուրդը որքան անդավաճան է, որքան հավատարմի, որքան նվիրումով է։ Եվ սա կառուցված է կամ ստեղծված է կամ ծնված է այս ազատության խորհրդանիշը եղող մեր ազատության, ինքնության ազատության, մեր հաղթանակի խորհրդանիշը եղող, մեր մտքի, կյանքի փոփոխություն բերող բոլոր իմաստներով մեր կենտրոնի եւ ծննդավայրի հոգեվոր ծննդավայր Սուրբ Էջմիածնի միջոցով եւ շնորհիվ։ Այսքան ժողովրդի ջերմությունը, սերը, նվիրումը, ես չեմ չափազանցի ասելով ակնկալիքը չի կարող ջուր դառնալ, երբեք ջուր չի դառնա։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ ուղարկվել է մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիք։ Միաժամանակ իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Առաքվել է նաեւ 1260 տոննա ցորենի խմբաքանակ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ քաշում, քանի որ դա նշանակում է պետությունը հրաժարվում է իր քաղաքացու հանդեպ դաժանություն կիրառած մեկ այլ պետությանը պատասխանատվության ենթարկելուց։ Սա զուտ դաժանարար չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող եւ պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, որը նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության եւ սպանության կոչի քարոզ կոնկրետ էթնիկ խմբի հայերի դեմ։ Հունիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:15-ի սահմանում ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել։ Տեղում պարզվել է, որ մարզի բնակիչ 17-ամյա Աշոտն իր երկու ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա ըստ նրանց հայտնածի ջրահեղձ է եղել։ Ջրասուզակը որոնողական աշխատանքների արդյունքում գտել են ջրահեղձ եղած տղայի մարմինը։ Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներին ներգրաված են փրկարար ծառայության 167 ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչուներ, գործածում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնեմ, որ հունիսի 15-ին կորել են 7 եւ 13 տարեկան երկու երեխա։ Հունիսի 17-ին Փամբակ գետում գտել են 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Շվեյցարիայում ավարտվել է Պակիստանի միջնորդությամբ Իրանի, ԱՄՆ-ի եւ Քաթարի միջև քառակողմ բանակցությունների առաջին փուլը։ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել է, որ այն տևել է 1 ժամ 20 րոպե։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Շվեյցարիայում հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի ապահովման հարցում առաջընթաց կա։ Միևնույն ժամանակ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարան հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տարանցիկ մաքսատուրքեր չի սահմանի 60 օրվա ընթացքում։
Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Շվեյցարիայում բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը պետք է անհապաղ դադարեցնի Լիբանանում իր պրոքսի ուժերի գործողությունները, հակառակ դեպքում սպառնալով նոր հարվածներով։ Լուրեր տարածվեցին, թե իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Սակայն Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի պնդել է, որ իրանական պատվիրակությունը չի լքել։ Շվեյցարիայում բանակցությունը շարունակվում է։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի առանձին շրջաններում այսօր առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ից 24-ը, ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։ Արարատի եւ Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։